Մենք մտածում ենք, որ մենք այնտեղից դուրս չենք գալու։ Ավելի քան 10 օր է Գևորգը Երևանի իր բնակարանում է, բայց մտքերը դեռ Բաքվի բանտում են, մի խցում էին ինքը, Ալյոշան ու Լյուդվիգը։ Հիմա այնտեղ նստած տղաները տեղեկություն չունեն, հիմա իրենց ընտանիքում հաց կա, սոված է իր երեխան, թե կուշտ է։ Ինքն էլ էր 5 տարի, 2 ամիս, 3 օր ընտանիքի մասին մտածում։ Բարբարոսը կարող է հարվածել եկեղեցին, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Գևորգ Սուջյանը Դավիթ Դավթյանի հետ Ստեփանակերտ օգնություն տանելիս է եղել, երբ Բերձորում ադրբեջանցիները նրան գերեվարել են։ Թուրքիայի, Իսրայելի, Ադրբեջանի 2 ամիս ընտանիքը լուր չի ունեցել Գևորգից։ 2 ամիս ու կես նախնական երբ ինձ բռնեցին, 2 ամիս ու կես բոլորն ինձ ասում են, որ ես անհայտ կորած եմ ու իմ դիակը իմ ընտանիքը փնտրում է։ Հայրենակիցներին հումանիտար օգնություն տարած Գևորգին լրտես է ներկայացրել Ադրբեջանի իշխանությունը։ Բաքվի դատարանը նրան 15 տարվա ազատազրկման է դատապարտել։ Գևորգի խոսքով աչքերը կապած էին բանտից դատարան տանում, որտեղ թույլ չէին տալիս որևէ խոսք ասել։ Կարդում էին կեղծ, չհիմնավորված մեղադրանքը, որի հետ ինքը ոչ մի առնչություն չուներ։ Ոչ մի բանի հետ ես ընդհանրապես ոչ ծանոթացել ոչ տեղում։ Աչքերս կապած տարել են, մցրել են դատարան, դատարանում իրենց խոսքը ասել են, հաշվի չեն առել մեր խոսքը ընդհանրապես։ Բերել գցել են խուց, նորից դատարան, սռոկը տվել են, պատժաչափը իրենց մտածելով ու բերել են նորից խուց։ Իրեն ու մյուս տղաներին հաճախ էին ասում, որ Հայաստանը չի էլ մտածում նրանց մասին։ Ինչքան նսեմացուցիչ է, երբ որ լսում ես, որ ասում են պետությունը չի մտածում ձեր մասին, ձեր վրա թկած ունեն, այդպիսի քարոզչություն էին տանում։ Բաքվում մնացած ընկերներին գերությունից վերադարձնելու համար պատրաստ է անգամ Ամերիկա գնալ, եթե պետք լինի ակցիա կանի ԱՄՆ դեսպանատան մոտ։ Գնալու եմ նստեմ Ամերիկայի դեսպանատան առաջ ծնկաչոք խնդրեմ, որպեսզի ուշադրություն գրավի, հանրային ուշադրություն գրավեմ։ Չգիտեմ, կգնամ Ամերիկա, կնստեմ սպիտակ տան առաջ ծնկաչոք կաղաչեմ, որ այդ տղեկին բաց թողնեն։ Ամեն ինչի պատրաստ եմ։ Միայն թե բոլորը հետ կան։ Ամեն րոպե մտքով Բաքվում մնացած մյուս հայերի հետ է։ Հավանաբար հիմա էլ է գերի Ալյոշա Խոսրովյանն արթնանում ու արդյունքն աչքերին համբուրում 6-ամյա երեխայի լուսանկարը։ Ալյոշա Խոսրովյանը, որ իմ աչքի առաջ իր 6 տարեկան երեխունակարը պատին կպցրած ամեն օր, ամեն զարթնելուց պաչում էր ու լացում էր, ես չեմ կարա մոռանամ։ Դրա համար էլ եկածս առաջի օրվանից ես գրառում եմ կատարել, որովհետև ես չեմ կարա այդ մոռանամ, այդ իմ աչքի առաջ է գալիս։ Ես եկել եմ տուն, մարդիկ եկել են ինձ տեսնելու, ես չեմ հասկանում ինչ է կատարվում։ Ես մտածում եմ Ալյոշա Խոսրովյանը իր երեխու նկարը դրած հիմա լացում է։ Հաշտություն Ադրբեջանի հետ Գևորգ Սուջյանը չի պատկերացնում, քանի դեռ Բաքվում պաշտոնական տվյալներով տասնյակ գերիներ են պահվում։ Եթե Ադրբեջանը խոսում է հաշտությունից, ուրեմն հաշտությունը չի կարա լինի, որ օրինակ եմ բերում։ Եթե իմ երեխուն մեկը վերցնի տանի գերի, պատանդ ու հաշտության ձեռք մեկնի ինձ, ես չեմ կարա իր այդ հաշտվեմ, քանի դեռ իմ երեխան չի եկել իմ մոտ։ Նույնը յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի իր երկրի զավակն է։ Չնայած Բաքվի բանտում իրեն լավ վերաբերվող ադրբեջանցի բանտապահներ են եղել։ Անգամ մեկը դեռ դեկտեմբերի 25-ին է վստահեցրել, որ հունվարին տանն է լինելու։ Գևորգը կասկածում է, թե հնարավոր է խաղաղ ապրել Ադրբեջանի հետ։ Քանի դեռ մեր զավակները գտնվում են թշնամու ձեռքում, ես չեմ կարող այդ մարդու ձեռքը սեղմեմ, նա ասեմ, որ հա, համաձայն եմ։ Ես համաձայն չեմ։ Նախկին գերին Բաքվում գիրք է գրել իր սարսափելի օրերի մասին։ Քաղաքացիները Կարմիր խաչի միջոցով փորձել է Հայաստան ուղարկել։ Բայց Ադրբեջանը թույլ չի տվել, որ գիրքը տեղ հասնի։ Գևորգը որոշել է իր դաժան օրերի մասին էլի է գրելու կյանքի ու մահվան խաչմերուկ վերնագրով։ Լանա Համբարձումյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։
Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։